Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այս սիրուն լավ տեղից ողջույններս ուղղում եմ ձեզ ու հուսով եմ լավ օրենք ունենալու միասին։ Ինա, սպասի, արի հիլացույց տամ ստեղ, արի գանջ, արի, չես կարա մենակ գնաս։ Ով այսօր մեզ հետ, ինը չկասա, մեռնեմ սիրա ջանին։ Ինչ ես ուզում անես արև։ Գնաս Թաթուլի մոտ։ Հլա դե ստեղ նայի տեսով կա կամերայի մեջ։ Թաթիկով մի հատ բարևի արև։ Մեռնեմ սիրտինքու։ Դե սպասի Թաթուլը կգա քեզ կտանի։ Սիրելի հետևորդներ, քանի որ այսօր ես էլ Թաթուլն էլ տունն էինք, որոշեցինք, որ այսօր գանք ուրցի։ Ուրց հավաքենք ու մեր ձմեռվա եւ ոչ միայն ձմեռվա, ամբողջ տարվա թեթեի, թե որպես համեմունքի օգտագործման ուրցի պաշարը ապահովենք։ Հուսով եմ կճարենք ու կհավաքենք մեզ կիլոներով ու մեծ պարկերով պետք չի, ամեն անգամ մի 10 հատ գցում ենք թեյին, մի թեյնիկ թեյին, մի բուրել, եթե մսային ուտեստներ ենք պատրաստում, օգտագործում ենք դրանց մեջ, մարդ կա սիրում, մարդ կա չի սիրում ու շատ ժամանակ ոչ միայն ուղակի թեյ խմելու համար, բոլորս էլ գիտենք, որ ուրցը շատ օգտակար է, բարձր ճնշումը իջացնում է ու ոչ միայն թեյ խմելը, թրմելը, թրմած ջուր խմելը, այլ նաև էլի են քոլովակներում ասել, ասում են մի փոքր Թաշկինակի չափով բարձ եք պատրաստում, մեջին ենքան որ երկու մատ, այսպես հաստությամբ ուրց լինի ու եթե ճնշման խնդիր ունեք, այդ բարձի վրա քնում վեր եք կենում, այդ բույրը իջացնում է ձեր ճնշումը։ Փորձել ենք ամեն երեկո, եթե հիշում ենք, քնելուց առաջ մի բաժակ ես ու ամուսինս խմում ենք, ոչ միայն ճնշում իջացնելու համար, այլ ուղղակի այնքան հանգիստ հավես լավ թեթև ալինում օրը։ Դե ինչ, հուսով եմ կճարենք, կհավաքենք, դուք էլ կտեսնեք այս ինչ գործի ենք։ Մեզ լավ նկարահանում, ձեզ էլ բարի դիտում։ Գնացինք։ Տեղ ուրցը արդեն ծաղկել է, ճիշտն ասած այստեղ որ հասանք, մեքենայի դռները բացեցինք, չեք պատկերացնի այն ինչ հոտ եկավ, այն ինչ բույրեր, թե ծաղիկների, թե խոտերի, թե ուրցի, դաղձի, նանայի, ամեն հոտ գտներիս կպավ, ասցի ուղայ, թոքերը սկսում է շնչել այդ հոտերի մեջ, հիմա առաջանանք ընդհանրապես ուրցը լինում է ոչ այսպես բարձր խոտերի մեջ, լինում է սարի եզրերին, այդ թմբերի եզրերին, քարոտ ավելի շատ տեղեր, հիմա այստեղ քարոտ տեղեր է, գնանք ու իրար հետ սկսենք հավաքել, եթե ճարենք էլի, այսպես առաջանում ենք, տարածքը գտնվում է Նավուր գյուղի գլխավերևում, Իծակարի ու Նավուրի համարյա թե մեջտեղում, այս խաչը վերջի տարիներին է տեղադրվել այստեղ, Նավուր գյուղի մեջով որ ճանապարհն անցնում է, պարտադիր այս խաչը այստեղ երևում է, ահա նաև կադրում տենում եք Նավուր գյուղը, ջանի, կադրում երևում է նաև Ինան, իմ մոտ է գալի ասում է Թաթուլը, ուր այսա թոլ դիլին, Թաթուլի մոտ է գնում ասում է գոհար, ջանի, արի, կալաչես, վախ քորացավ գոհարը, օպայս, հաղթեց Ինան բոլորին, գնացինք, տեսեք ես ինչ տեսարան ունենք, եստեղ, եթե չեմ սխալվում, էլի հոլովակ ունենք, ժողովուրդ այնտեղ էլ ցույց տամ Անդրանիկ Օզանյանի արձանն է, որը ամենամեծն է իր չափսերով Հայաստանում ու գտնվում է Նավուր գյուղի գլխավերևում։ Նավուր գյուղի խորհրդանիշերից մեկը կարելի է ասել նաև Անդրանիկ Օզանյանի արձանն է։ Տեսեք, այն սարի ճանապարհն է, որ գալիս է այդտեղ ու արձանի մոտով իջնում, այդ ճանապարհը գալիս է, սա էլ մեր Նավուր գյուղը։
Սիրելի հետևորդներ, մեր տեղը փոխեցինք, քանի որ արդեն 9-ից քնելու ժամներ ու այնտեղ էլ արդեն մի քիչ վաղտը անցել էր ու շատ քիչ էր, որոշեցինք գանք ավելի մեր տանը մոտ տեղ։ Հիմա էլ գտնվում ենք Իծակար գյուղի գլխավերևում, երևում է գյուղի շատ փոքր մասը, այստեղ է գտնվում Իծակար գյուղի դպրոցը, էսա փոքր, բայց կարևորը որ գյուղը ունի դպրոց ու ստեղ էլ ոտնատակ չտրված տարածքա, որտեղ ավելի պայծառ, ավելի լավ ուրց ենք հավաքելու ու պատկերացրեք, որ մեքենայով հասանք, ստեղ կանգնեցինք մեքենայի դռները, որ չբացեցինք, որ իջնենք։ Այս նորից եմ ասում, այս թարմ կանաչուհիների, ուրցի, ամեն ինչի հոտը, որ քթիդ տալիս, կյանքդ մի քանի տարով երկար եմ։ Իսկ հիմա սկսեցինք ուրց հավաքել։ Հիմա քաղեմ, ցույց տամ որն ենք քաղում, որը թողում ու տենանք ինչա ստացվում։ Փեշս կապեմ, այս լի համեստ մոքոին ասեմ մի հատ սյուրյուն նախշուն փեշ կարի իմ համար։ Կտորը տամ, տնամ ինչ կտոր կտամ։ Չէ։ Մի հատ սյուրյուն փեշ կարի իմ համար։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, սկսեցինք քաղելը։ Էսա ձեզ ցույց կտամ։ Ամենաշատ ծաղկածը, տեսեք, սա է։ Երևում է չէ, լավ պարզ։ Խելքդ ցնդմա այդ հոդից։ Իսկ չծաղկածները եկեք ես էլ ցույց տամ։ Սրանք էլ ամլիկներն է, տեսեք։ Հիմա ոչ էսա խորուրդ տրվում, ոչ էլ են շատ ծաղկածը, այն որ արդեն այսպես թեթև կոկոններ ունի, կիսա բացվել։ Ասում են ամենալավ դարման վախտը էսա։ Հիմա ինչ եմ անում, դե հո չեմ նստի, հատ ջոգեմ, որը որն է։ Մի կողմից սկսում եմ քաղել, եւ ծաղկած, եւ կոկոն, եւ ամլիկ, բոլորն իրար հետ խառը, պատկերացնում եք, չէ, ինչ թուրմ կստացվի։ Կյանք երկարացնող էլի, ինչ ասեմ։ Երևի թե նստաստեղից վեր կենամ ու երկու ձեռով այսինչ արագ-արագ, տեսեք, ես էլ մոտիկից եկեք ցույց տամ, էս էլ է ուրցի թուփ է, փոքր, բայց ուրցի թուփն է։ Այս մեկը մաման է, այս մեկը պապան է, մնացած երեխաները։ Քաղում ենք ոչ շատ խոր, այսպես։ Որովհետև տակի մասը միայն պոչն է ու այդ արդեն պետք չի էլի։ Ամլիկ մասերը, ծայրերը։ Ինչ թուփա սիրուն, փարթամ ու ամլիկ։ Այս ինչ շոքեր։ Սիրելի հետևորդներ, մի բան ցույց տամ, բայց չծիծաղեք էլի։ Սա իսկը այս շոքի հիմար է։ Ճիշտն ասած, որ պատվիրել էի։ Թերթելուց այդպես տեսա, հավեսս եկավ, պատվիրեցի, ու որ եկավ։ Այնքան եմ ծիծաղել ես ինքսին վրա, ու մի ձեզ ասում եմ չծիծաղեք։ Դա-դա-դա-դամ։ Օպա, հլա ես ինչքան հովա ու լավ, ինձ էլ մի թեթև էլ արևը գլխիս դուրս եկավ, վրազ դեմքս վարվում է, վիզս վարվում է,
Դրա համար էս իսկը իմ բանա, իմիջայլոց տարբեր չափերի, տարբեր գույների, տարբեր ճաշակի կար, կարակ դուք էլ մտնեք, Վալբերիսից եմ պատվիրել ու այսպիսի հովանոց պատվիրեք, ես գնացի կաղեմ, արևը տվուց վրաս շոքեցի, բավեր մուզիկան տսիրլել ինչքան լավ կլեր, պտի տհեպյաներն են ասեմ, ոչ դու տհան ես, քու կամքով էլի, Բոքսավատ, ստիլիքը կա, օխ այ, ստակիս պուշեր, բազանգակնին, չքան հասիրուն, սկսեցինք, ես տարածքը լիքն այն ամիղրաղ են, որ պեշս տնամ դբալիքն է, ինա բոլ կանենք, մի անգամից ուզում եմ առանց խոտերի կաղեմ, որ էլ հնդրելու, մաքրելու կարիք չլինի, ինաս են օրն ասմա, հնդրում եմ, գիլասի պոչերը պուկում էր, հնդրում եմ, հիմի ես մի անգամից հնդրելով կաղեմ, որ գնամ տուն մեկ էլ տանը մաքրելու վրա ժամանակ չկործնեմ, Հո Մոտիկից ինչ չէի տեսել, տեսեք ինչ եմ գտել, ենքան ես հոտերն ես ակշնչեմ գլուխս կպտտվի, թունդա էլի, շատ թունդա, տեսեք, ով կարասի դախսնա թենանան, ով կարասի թող մեկնաբանություններում գրի, սրանով ու իմ հավաքած ուրցով առանց տուն հասնել, էսա էս հանդի մեջտեղ չայ ենք եփում ու խմենք, էս մաքուրոթին, պատկերացնում եք էդ ինչ երանություն է, երանելիություն է, իհարկե մեզ տեղացիներիս համար դա մի քիչ էլ սովորական է, բայց ասեմ, որ այստեղ ենք չէ ապրում, տեսեք, եկել եմ դաշտ, այ այս ծաղիկները տեսել, ու ասում եմ, վայ, ու ինչ եղավ, այս մեկից եմ հանդիպել, էլի ասում եմ, վայ, տեսեք, սրա մեջ ենք մեծացել, բայց տնում եմ ու ոչ թե ասում եմ, ես ինչ սիրուն ծաղիկ, այլ ասում եմ, մեր մանկության ծաղիկնին է, երիտասարդությանն էլ ախի եմ ասում մնակ մանկությանն է, վաու, ապրես, տատուլ ջան, կա, հլա տեսեք ես ինչ է, այն զոյա տոտեն ես ակաղım թե Խառը երկուսն են ժողովուրդ մորիա, սա վայրի ելակն է, վախ մամաչկի, վր չայիս հետ սրան ելքից եմ ինչ կլի, ես ինչ անուշ հոտ ունի, խնդրվա հոտ գծես, հլա տեսեք, ապրես, Դես էլ մանկության համունի, ինչ ասեմ։ Հեսա կյալդ ենք մեր տները կմակից մորի կաղի։ Ու 1000 հատ խանութից առած, են ջերմոցներ ու մաճեցրած, որ բռունցքի չապ ելակներ ալինում նրանցից արժի։ Ես մի հատը մի թաս նրանից արժի։ Արոմատը։ Քան համով էր։ Համով չեր է, անմահական էր, կինանք ասում անդիկա իրար հետ հավաքենք, ով գնացինք, շողուրդ էլի հանդ կաղող կա, պաստորեն ես տարածքնել գյուղին մոտ լինելով, հարուստ է էլի, համ ելակ կա, համ ուրց կա, համ դաղց կա, համ լիք ծաղիկներ կա, սրանք լրի վուրցերն ծաղկած,
Մեջներն էլ իհարկե կա առանց ծաղկել։ Հեսա տեսախցիկս մի տեղ հարմարացնեմ ու սկսեմ քաղել։ Բայց ես մորի երևի թե դժվար կքաղեմ, որովհետև լավ չեմ տանում։ Լա տեսեք ես ինչքան է սիրում։ Ընտիր։ Հա բայց դե ես կարամ վեր։ Լեյտեհա։ Լեյտեհա։ Իսա։ Ինչ էլ մեծ ու լավն է։ Էստեղ սա եմ ուզում քաղեմ։ Արա։ Բայ քութաթուլ։ Շքան կա։ Սպասիլա։ Ես ինչ էլ թաքուն է։ Ուրա։ Հարի։ Ինչ էլ մեծ է։ Էլ կար, այնա։ Օպաս։ Չորդ, բաստեղին, հլա եկեք տեսեք։ Գիտի ոչ որստի կլի բայց մորի։ Օհո, այստեղ մի լավն էլ կա, միջը երկու, ընդիր։ Վայ, մեկ էլ աղքարի մատումն եմ մորի քաղել։ Ու գիտեք ոնց էինք քաղում ժողովուրդ։ Դե գնում էինք ընդհանրապես քաղել ուտելու։ Մենք ոչ մի անգամ այնքան մորի չենք քաղել, որ փակ ենք։ Երևի երեխաներս շատ էինք ու ավելի լավ էր այդ պահին ուտեինք, քան թե աչքներս վրեն տանեինք տատը զակատեր ու մեր տատիկն էլ ընդհանրապես ոչ մի անգամ մեզ արգելած չի էլի, ոչ ուտելու, ոչ խմելու, ոչ խաղալու, բացարձակ ոչ մի բանի։ Երևի դրա համար էլ ամիսներով Սարում մոտը մնում էինք։ Գնում էինք հավաքում, իբր թե կշտանում ու սկսում էինք խոտերի վրա շարել։ Մի լավ երկար խոտ էինք փոկում, այս տակի մասը դե էսպես է։ Ու սա որ խոտի վրա շարում ես, մի հատ շարեմ էլի։ Վեր հիշեմ։ Լավ տղիք չէ, կոտրեցի։ Տեսեք, այսպես մեջ տեղով շարում էինք, ստեղից էլ ոչ մի տեղ ինք չեր գնա։ Այսպես խոտը ամբողջությամբ շարում էինք ու մի քանի խոտ այդպես շարած հետներս տանում էինք տուն։ Կամ էլ ճամփին մեկ էլ խոտից էինք անում ուտում էլի։ Հլա տեսեք։ Այսպես, կամ սիրուն փնջեր էինք անում, սամոձած են գիտմաս մար ինչքան գլոբնիկ մորի քաղել, փունջարած բիրել մստվել Սարին։ Սիրելի հետևորդներ, մարդ չգիտի ուր ցավաքի, մորի քաղի, ծաղիկ քաղի, թե նստի ու ուղակի հանգիստ վայելի էս մաքուր օդնել, էս ամեն ինչն էլ, իսկապես։ Ույս գիտոց թե կամերաս վերինգ է։ Այս մորին, փեշս ուրց, բայց ծաղիկներն ինչքան է սիրուն։ Սրանից շատ չկա, տեղ-տեղ է հանդիպում։ Հլա տեսեք ես ինչ սիրուն է։ Հոտ, ոնց որ թե չունի, արդեն այնքան ամեն ինչից հոտ քաշեցի ճիշտն ասած, որ խառնել եմ, չգիտեմ, չեմ զգում թե չունի։ Ստեղ էլ լիք ուրց է, այս ինչ էլ փարթամ ու լավն է։ Բայց մի ձեռով հարմար չի, երևի թե այս ելակը մորին, ելակ, սրան ելակ ասել չի կարելի, որովհետև սա մորի է։ Դեմս հրես մի հատ էլ կա, կիսախակ։ Ու արմատով չենք անում, որ մյուս տարի էլ անպայման բերք տա։ Ստեղ էլ է ուրցը լիքը։ Օպաս։ Սիրելի հետևորդներ, շոքեցինք, մի քիչ էլ հոգնեցինք, բայց եկեք ես հանեմ էլի, արդեն, հլը մազերիս, օպաս, շատ
քիչ մորի քաղեցինք, հիշեցինք մանկությունը, եւ այսպես հիշեցինք մանկությունը, եւ այսպես պատկերացնել չեք ես ինչ անուշ հոտ ունի, չեք պատկերացնի ուղղակի։ Ուրցի ու դաղցի մասին էլ խոսք չկա։ Անուշա, հոտ, ընտիր։ Ինչ եք ասում, այստեղ մի հատ իրար հետ թեյ չխմենք։ Էսը։ Արդեն իբր թե առանց քաղել այդ ուրցի բանի հոտը քիչ էր, թեյնիկն էլ որ եռած, վաբշե հոտը հասավ երկինք։ Ինձ թվում է ձեզ էլ հասավ։ Քամին խոտի կտորներ ա բերել։ Ճիշտ թրմելը այնպես է, որ լցնում ենք երման ջրի մեջ ու անջատում ենք կրակը, թողնում ենք այդպես գոնե մի քանի րոպե մնա, բայց քանի որ մենք վռազ ենք, դեֆեկտա, քանի որ մենք վռազ ենք, մենք այս պահին կվայել ենք։ Վաու, անբացատրելի համուհոտ, համենված տնական գաթով, համենված պենիր ասեմ կներես, չէ, համենված տնական գաթով, վայրի մորիով մեր դաշտերից հավաքած, մրգով, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար, նստել ու այելել։ Վաու, ասա վաուն քոնը չի, ասա ուխայ, ես ինչքան համով է, իսկապես նստել, նայել բնությանը ու կում վայելել։ Մեկը կասի դե հերիք եղավ էլի բոլ եղավ, այդ ինչ մի բնություն է, այդ ինչ մի կերածդ կամ խմածդ թեյ չի, մեկի քթերի ծուխն էլ կգնա, սիրտը կուզի, բայց հապսոս ոչ բոլորն են տարածքում, հիմնականում ով ունի գնահատում, ով ունի այդքան էլ ուշադրություն դրան չի դարձնում, ով էլ որ կոկոզում, ով էլ որ հիմա հեռույա, իրանց տանը չի, իրանց գյուղում ու հայրենիքում չի, հիմնականում նրանք են մեծ կարոտով ու սիրով նայում։ Շատերը երազում են լինեն Ամերիկայում, չէ, հիմա դե մի ժամանակ, այն ժամանակ Մոսկվան էր, հիմա էլ Ամերիկան է, որ բոլորը կուզեն Ամերիկայում լինեն, մի հետևորդ գրել էր Գոհար ջան, Ամերիկայում եմ ապրում ու ամեն օր հոլովակներդ եմ նայում, սկզբից մինչև վերջ լացում եմ
Այնքան եմ երազում, որ հետ գամ հայրենիք, թեկուզ գյուղում ապրեմ, ոչ քաղաքում, վատ իմաստով չէր դա ասվում էլի։ Մի փոքր խրճիթում էլ լինի, մենակ թե իմ հայրենիքում ապրեմ ու օգտվեմ այդ բարիքներից, որոնցից որ դուք եք օգտվում։ Հիմա այդպես է, ով ինչ չունի երնեք է տալիս նրան, ով ինչ ունի չի գնահատում, եկեք գոհանանք Աստծո տվածով, մեր լուսացրած ամեն մի օրով ու կտենաք, որ կյանքը այդպես շատ ավելի հեշտ է։ Իսկ ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, բաժանորդագրվեք ալիքիս, լայքեք, գրեք մեկնաբանություններ, որպեսզի բաց չթողնեք հետագա ոչ մի հոլովակ։ Իսկ ես սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։ Անցնողներին միտիկ անեմ։